Պարոն Հովհաննիսյան, երեք ազգային ժողովում ականատես եղանք ձեր ընդդիմադիր գործընկեր Լևոն Քոչարյանի ոչ ստանդարտ վարքագծին։ Շատ բուռն էր երեք ազգային ժողովում, նույնիսկ ամբիոնից հնչեցին փողոցային բառապաշարին հարիր արտահայտություններ։ Ըստ ձեզ ընդդիմությունը վերջին շրջանում ինչու է այդքան ջղագրկիռ։ Արդյոք պատճառը այն է, որ դատախազը արդեն մի քանի օր ազգային ժողովում թվարկում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև Լևոն Քոչարյանի եւ նրա ընտանիքի ուսանողների բոքերի անձայնացիր ցանկը եւ մարդիկ դիսկոմֆորտ են զգում, որ փաստորեն ժողովրդի մեջ տարածված այն խոսակցությունը, որ նախկիները եղել են թալանչի, այսպիսով իրավական ձևակերպում է ստանում։ Այո, ճիշտ եք, մենք ամեն բան արել ենք, որ մեր քաղաքական հայտարարությունները ուրեմն իրավական հիմք ունենան եւ չենք գնացել այն ճանապարհով, որոնք իրենք են առաջնորդվել իրենց իշխանության ժամանակ եւ ճղածքումները, այս սրացումները որպես այդպեսին, այո, պայմանավորված են հենց դատախազի զեկույցով, պայմանավորված են հակակոռուպցիոն կոմիտեի զեկույցով, պայմանավորված են քննչական կոմիտեի զեկույցով, որտեղ այո մենք արձանագրում ենք բազմաթիվ հանգամանքներ, փաստեր, արձանագրումներ, որոնք վերաբերում են իրենց իշխանության տարիներին տեղի ունեցած թալանին։ Եվ ապօրինի գույքի բնագանձման ուրեմն գործընթացը մտել է վճռական փուլ են իմաստով, որ գործերը գտնվում են դատարանում, միլիարդավոր դոլարների հասնող դրամական միջոցների վրա կալանք է դրված, հարյուրավոր գույքերի վրա կալանք է դրված եւ իրենք որևէ կերպ չեն կարողանում այլևս օգտագործեն եւ անկյուն ընկած կենթանու նման սկսել են ճանգռել, անկանոն գործողություններ անել եւ մենք մինչեւ վերջ գնալու ենք այս ճանապարհով, այլ ընտրանք չկա։ Մեզ մոտ 5 տարի պահանջվեց ապօրինի գույքի ինստիտուտը իր, այսպես ասած, ռելսերի վրա դնելու համար։ Գործերը քննվում էին այդ ընթացքում, բազմաթիվ հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել։ Այս ընթացքում բազմաթիվ հաշտության նաեւ համաձայնագրեր են կնքվել, որոնց արդյունքում պետությանը առանց դատական process-ների վերադարձվել են էլի միլիոնավոր դոլարների գույքեր եւ դրամական միջոցներ։ Վճիրներ ունենք արդեն, որոնց հիման վրա արդեն գույքեր են բազմաթիվ վերադարձվում Հայաստանի տարբեր հատվածներում, օղակտորների տեսքով, դպրոցների, մանկապարտեզների տեսքով եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այս ողջ գործընթացը բնականաբար լարում է առաջացնում եւ ուրեմն առաջացնում է մի իրավիճակ, որտեղ նրանք փորձում են պահել այդ ամենը, չպատժվել իրենց արածի համար եւ ամենակարևորը չկորցնել այն, ինչ որ իրանք գողացել են եւ դրա միակ պահելու ձևը այս դահլիճում գալն է քաղաքական գործիքակազմով նորից գալ զբաղեցնել այն պաշտոնները, որոնց զբաղեցնելու ժամանակ իրանք է թալանել են, որ այդ նույն գործիքներով էլ է թալանած պահեն, այսինքն նպատակը այո, գալ էլի զավթել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը, որպեսզի կարողանան առաջին չկորցնել իրենց ունեցածը, երկրորդ ամենագլխավոր պատվերը, որ ունեն, սպասարկել արտաքին ուժերի շահերը եւ հարձակում իրականացնել Հայաստանի Հանրապետության պետականության վրա, որ մենք այսպես ասած առաջ շարժվենք միութենական պետության սցենարով եւ ոչ ինքնիշխան եւ անկախ հանրապետության։ Իսկ ուր մնաց հայրենիքի փրկությունը։ Դե հայրենիքի իշխանության տարածքային պաշտպանության Արցախը հետ բերելու մասին խոսում եք։ Գիտեք, ես նախորդիվ էլ ասացի, որ իրենք էլ շատ լավ գիտեն, որ իրենց ասածը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները, իրենց խոստումները եւ այլն, իրենք էլ գիտեն, որ ամբողջությամբ հորինած են, սուտ են եւ որևէ կերպ իրականության որևէ դրվագի հետ աղերս չունեն։ Եվ սրա մասին ես կարծում եմ մեր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ շատ լավ գիտի եւ վերաբերմունքն էլ արտահայտում է այս մարդկանց, որովհետեւ վերաբերմունքն արտահայտում է նրանով, որ մենք տեսնում ենք, որ հանրային աջակցություն չկա։ Եթե ձեր ասած խոստումները եւ այլն պատկերացումները ընկալելի լինեին հայ ժողովրդի համար եւ այլն, այդ աջակցությունը կլիներ, բազմաթիվ են եղել փորձերը, հրավերները դուրս գալու փողոց եւ այսպես ասած երկրում իշխանապողություն իրականացնելու, եթե հրավերը ոչ մեկ չի ընդունել, չէ՞ ընդունելու եւ իրենց պայքարը առասարակ եւ հայրենիքի փրկությունը ամփոփվում է այլ երկրների դրոշներ այրելով եւ դրա երեկոյան Հայաստանի Հանրապետության սահմանների վրա կրակոցներ հրահրելով ամփոփվում է իրենց արժեվ դրած Արցախի դրոշներով, որ բերետ տնգել են Արցախի դրոշները դիմացները, Արցախը լուծարել, եկել ստեղ նստել են, մի հատ էլ հիմա ինչ որ չգիտեմ ինչեր են անում։ Այսինքն այս ամեն պատճառը շղթան եւ մենք էլ այս ամենը շատ լավ գիտակցում ենք, կոմունիկացնում ենք մեր ժողովրդի հետ, ամեն բան անում ենք, ուրեմն որ իրականությունից չկտրվեն, այս մեծ փողերը, որ մեդիայի մեջ լցրած է, չկարողանան սրանով խաբել մեր ժողովրդին, թոս փչել մեր ժողովրդի աչքերին, մեզ ներկայացնել որպես դևեր եւ հրեշներ եւ այլն եւ այդպես շարունակ։
Այսինքն էլի կեղծ իրականության միջոցով փորձում են իրենց ասածը ճիշտ դարձնեն, բայց դա այլևս անհնար է։ Պարոն Հովհաննիսյան, խոսելով Արցախի լուծարման մասին, իդեպ երեք հայտնի դարձավ, որ իդեպ փաստաբանի միջոցով, որ Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սամվել Շահրամանյանը Հայաստան վերադառնալուց հետո դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 19-ին, եթե չեմ սխալվում, չեղարկել է իր ավելի վաղ ստորագրած հրամանագիրը Արցախը լուծարելու մասին։ Պարոն Հովհաննիսյան, ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ նախագահը չունենալով այդպիսի լիազորություն պետություն լուծարել, այդպիսի հրամանագիր է ստորագրում, հետո 2 տարի հետո նոր պարզ է դառնում, որ այդ ապօրինի հրամանագիրը հաստատ մեկ այլ հրամանագրով լուծարվել է։ Գիտեք, խնդիրը հիմա թղթերը չեն էլի ընդհանրապես։ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, մի մասը Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Այդ մարդկանց դարձրել եք փախստական։ Այսինքն այստեղ ուզում ես 15 հատ թուղթ ստորագրի։ Ինչ ուզում ես, արա, ուզում ես այդ քո ստորագրությունները ինքդ քո վրա դաջիր։ Ձեր Ղարաբաղյան կլանի բոլորի վրա տար դաջիր։ Ոչինչ չի փոխվելու։ Մենք շատ կոնկրետ ինստիտուցիոնալ եղանակ էինք առաջարկում Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, իրենց հողում ապրելու որևէ հնարավորության մասին խոսակցություն սկսելու, որի արդյունքը այս հեռավորությունից ոչ մեկս չենք կարողանա հիմա կռահել։ Այսինքն ես չեմ ասում, որ մեր ասածը լավ արդյունքի էր բերելու, բայց առնվազն այս դժբախտությունից խուսափելու հնարավորություն էր ստեղծելու Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի համար, որը այս դաշնակները Սերժը ու Քոչարյանն իրանց այս փոխկապակցված անձանցով պարզապես ոչնչացրեցին այդ հնարավորությունը, բոլորին անվանեցին նման կարծիք ունեցող մարդկանց դավաճաններ եւ այլն եւ այդպես շարունակ, որ կներեք էլի այս բանը վատ թեմա է, բայց իրանց նպատակն էր, որ Լեռնային Ղարաբաղից մարդիկ կան Հայաստան մասնակցեն իրենց հավաքներին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին այն ժամանակ ավելի հեշտ էր այս մեդիա ռեսուրսներով եւ այլն խաբել, թոզ փչել, կեղծ տեղեկատվություններով ուրեմն իրականություն ստեղծել, իրանք հույսը դրել էին դրա վրա, բայց դա տեղի չունեցավ եւ հիմա էլ հույսը դրել են ուրիշ բանի վրա, այդ մարդկանց իրենց տներից զրկել են իրանց գործողությունների արդյունքում նաեւ ուրեմն հնարավորությունը փակել են խոսակցության իրենց իրավունքների պաշտպանության համար, հիմա էլ եկել են այստեղ վերադարձի իրավունքի մասին են խոսում։ Էլի նույն տրամաբանության մեջ է, այսինքն էլի չունեն աջակցություն, որտեղ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կարծում նաև արդեն մենք այնքան իրականություններ ենք բացահայտել, այնքան ճշմարտությունների մասին ենք խոսել, այնքան դրվագներ ենք մենք ինքներս մեզ համար բացահայտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շատ լավ գիտի ինչ ա եղել, որ փուլում ինչ ա եղել, ով ինչ պետք է աներ եւ չի արել, վերջի վերջո այդ թուղթը ստորագրել չստորագրելու հարցը այդտեղ պետք չի Սամվել Շահրամանյանից հասկանալ, պետք է հասկանալ այդ զենքերով, ինչու թողեցիք յուղը վրան զենքերն այնտեղ, ինչու դա թողեցիք, այդ ստորագրությունը ինչի մասին էր, ինչի քո ստորագրությամբ ստորագրեցի մի փաստաթղթի տակ, որտեղ գրել էին, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր են ներկայացված Լեռնային Ղարաբաղում եւ սրա մասին ավելի լավ է խոսի տվյալ անձնավորությունը եւ ոչ թե ինչ որ անիմաստ բաներով զբաղված լինի։ Ես չգիտեմ ինչի մասին է այս հայտարարությունները, ինչի մասին են իրանք ընդհանրապես։ Ես չգիտեմ։ Պարոն Հովհաննիսյան, նաև իմպիչմենթի գործընթացի հետ կապված շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Արտախորհրդարանական ընդդիմությունը որոշել է նորից մտնել գետը, կարծեմ 3-րդ անգամ իմպիչմենթի գործընթաց սկսել, մինչդեռ խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը 2021 թվականից այսպես չի փոխվել։ Չէ, գիտեք, ես կարծում սա միտք է, ուրեմն ցանկությունն է, որը մտքի մակարդակում այլ արդեն իսկ տապալված է, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է, իշխող մեծամասնությունն է եւ չի կարող որևէ ընդդիմադիր ուժ իմպիչմենթի հաջող process գեներացնել։ Սա հերթական ուրեմն կրկեսն է բեմադրված, չգիտեմ ինչի համար։ Շքամուտքից ներս կարծեք չի մտնում գործընթացը, Չի էլ մտնելու։ Ղազարյանը նույնպես այսօր էլ իդեպ ճեպազրույց է հրավիրել շքամուտքում ազգային ժողովի, նաև հայտնի դարձավ, որ ձեր նախկին գործընկեր Հովիկ Ղազարյանն է որոշել արձագանքել այդ նախաձեռնությանը, նույնիսկ հայտարարեց, որ այս ամսվա 20-ին կհայտարարեն վարչապետի իրենց տեխնազոյի մասին։ Ես անկեղծ ասեմ, անլուրջ մարդիկ են, անլուրջ մտքերով, անլուրջ հայտարարություններով եւ այո, իրենց տեղը շքամուտքում է, թող շքամուտքում իրենց համար հանգիստ նստեն։ Էդ է։
Վերջ, ուրիշ բան չունեմ իրենց ասելու։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։